Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքը պոլիտիկայի մի եթերում, այսօր աշխատանքային օր եւ ինչպես ամեն աշխատանքային օր այսօր եւս ձեզ ենք ներկայացնելու օրվա մամուլի կարևորագույն հրապարակումներ եւ այսպես Փարս տորաթերթը գրում է. Հայաստանյան այսպես կոչված արևմտամետների դաշտում ինչպես երևում է վերջնականապես պառակտում է սկսվել կամ առնվազն գոնե առաջիկա ընտրությունների առումով բացակայում է միասնականությունը։ Հիշեցնենք, որ այսպես կոչված Եվրաքվե նախաձեռնությունից հետո, երբ արդեն քննարկումներ էին գնում, թե ինչպես պետք է մասնակցեն խորհրդարանական ընտրություններին իշխանության մերձ արևմտամետ ուժերը, Դաշինքին մաս կազմող ուժերից մեկը Եվրոպական կուսակցությունը Տիգրան Խզմալյանի գլխավորությամբ դուրս մնաց Եվրաքվե դաշինքից, թեև ի սկզբանե թե այդ նախաձեռնության, թե դրա անվանման հեղինակը հենց Խզմալյանն էր։ Այժմ էլ ըստ տեղեկությունների բավական լուրջ տարաձայնություններ են առաջացել Հանրապետություն եւ Հանուն Հանրապետության կուսակցությունների միջև։ Այս արևմտամետ կամ ինչպես քաղաքական շրջանակներում պիտակավորվել են Եվրաթուրքերի դաշինքը իրականում այսպես լրջագույն խնդիրների առաջ է կանգնած, որովհետև պարտվեցին եւ Գյումրիում եւ փաստորեն Էջմիածնում, Վաղարշապատ խոշորացված համայնքում եւ ըստ էության ապացուցել են, որ իրենցից կենսունակ որևէ բան չեն ներկայացնում, իրենք կարող էին կենսունակության որոշակի չափ ունենալ, եթե այն օրակարգը, որը իրենք են սպասարկում, չսպասարկեր Նիկոլ Փաշինյանը, հիմա Նիկոլ Փաշինյանը որպես իշխանություն սպասարկում է այդ օրակարգը, եւ եթե կան մարդիկ, ովքեր ուզում են գնալ դեպի արևմուտք, ապա արևմուտք գնալու իրենց տեսանկյունից արևմուտք գնալու ամենակարճ ճանապարհը դա քաղաքացիական պայմանագիրն է, ուստի այս կուսակցությունների կամ մարդ կուսակցությունների քաղաքական արժեթղթերի գինը ընկել է, կարծում եմ այս ընտրությունները վերջնական ավարտը կլինի քաղաքական միավորների համար եւ երևի թե հետո կմիանան իրար կամ նոր քաղաքական միավորներ կստեղծեն արևմուտքի հովանու ներքո։ Հրապարակ թերթը գրում է. ԿՊ պատգամավորության տեխնացուի հայտ ներկայացրած 380 անձինց վարչության քաստինգից հետո գրանցվել է 280-ը, 100-ը դուրս են մնացել։ Օրերս եւս 10 տեխնացու է ինքնաբացարկ ներկայացրել։ Չի բացառվում, որ մինչև ընտրություններն էլի լինեն։ Մեր աղբյուրներն ասում են, որ այնքան անհեռանկար ընտրություն է լինելու, որ շատերը չեն ուզում ընտրագրավ կորցնել։ Հիշեցնենք, որ գրանցումից հետո ընտրություններից առաջ տեխնացուները 500,000 դրամ են մուծվել կուսակցական գանձարան, անկուսակցականները 1.5 միլիոն։ Բայց քանի որ գրանցված տեխնացուներին հնարավորություն չի տրվում ներքին քարոզարշավ անել, հանդիպել ընտրիչների հետ, համոզել, որ իրենց ձայն տան, կարող են այդ գումարը կորցնել եւ պատգամավորել չդառնալ։ Իսկ 1000 ընտրիչները, որոնք ԿՊ տարածքային անդամներն են, ընտրության օրը ներկայացված ցուցակից ընտրելու են ծանոթ մտերիմ սկզբունքով, ուստի շատերը հայտնվելու են ցուցակի հետնամասում։ Դժգոհ են հատկապես ԿՊ պատգամավորները, ասում են սրսկված շուրթերով ինչ-որ աղջիկների ընտրիչներն ավելի շատ ձայներ կտան, քան մեզ գործող պատգամավորներից։ Այստեղ խնդրի լուծումը կա, ով է ձեզ արգելում ձեր շուրթերն էլ սրսկեք, օրինակ եւ կպական տղամարդիկ եւ կանայք կարող են եւ շուրթերը սրսկել, ովքեր կարիք ունեն եւ կարծում են, որ ԿՊ-ում միայն արտաքին տեսքով են ընտրելու, կարող են նաև իրենց մարմնի համապատասխան մասերը մեծացնել, այստեղ իհարկե մրցակցությունից դուրս է Արայիկ Հարությունյանը, կարծում ինքը միանգամից կընտրվի։ Հրապարակ թերթը գրում է. ԱԺՊետաիրավական հարցերի հանձնաժողովում այսօր ընդդիմություն իշխանություն փոխհրաձգություն է սպասվում։ Քննարկվելու է Հայաստան դաշինքի հեղինակած քաղբանտարկյալների վերաբերյալ հայտարարության նախագիծը։ Իդեպ այս թեմայով անցած տարվա նոյեմբերին նաև ԱԺ լսումներ էին հրավիրվել։ Նախագծում նշվում է Հայաստանում ժողովրդավարությունը հետընթաց է ապրում եւ դրա դրսեւորումն է նաև աննախադեպ թվով քաղբանտարկյալների առկայությունը։ Հայտարարության համար հիմք է հանդիսացել Հայաստանում արձանագրվող ժողովրդավարության հետընթացը, որի բաղկացուցիչ մաս են կազմում խոսքի, խղճի, հավաքների ազատությունների կոպիտ ոտնահարումները, ԶԼՄ-ների հանդեպ ճնշումները, շինծու քրեական գործերը, քաղաքական այլ հայացքներ ունեցող գործիչների եւ քաղաքացիների նկատմամբ ընտրովի դատավարությունը։ Մեր տեղեկություններով իշխանականները մարտական են տրամադրված եւ այսօր մեծ արսենալով ներկայանալու են քննարկմանը, որ ջախջախեն ընդդիմության փաստարկները։ Իդեպ երեկվանից Հայաստանում է գտնվում Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը եւ այսօր ՀՀԿ-ն կեսօրին ակցիա է անելու ԱԺ-ի մոտ։ Երեք նաեւ հայտարարություն տարածվել, որ
բողոքի ակցիայի կազմակերպում նաև Դաշնակցության երիտասարդական կառույցը, սրանք կարևոր ակցիաներ են, որոնք այդ եվրոչինովնիկներին ցույց են տալու, որ այնպես չի Փաշինյանի արածների եւ անելիքների մասով կա լիակատար հանդուրժողականություն։ Հրապարակ թերթը գրում է. Բանակի օրը հունվարի 28-ին Նիկոլ Փաշինյանն այցելել էր զինվորի տուն, որ գործում է Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանին կից։ Զինվորի տանը մանրակրկիտ պատրաստված են եղել այցին։ Թեև զինծառայության ընթացքում հաշմանդամ դարձածների եւ զինվորի տուն հաճախորդների թիվն ընդհանուր առմամբ գերազանցում է 10,000-ը, բայց Փաշինյանի հետ այդ օրն ուղիղ շփման հնարավորություն են ունեցել մի քանի ընտրյալ, միայն 5-6 հոգի, որոնք վերականգնողական թերապիա են անցնում այնտեղ։ Նրանց հետ նախնական զրույց են ունեցել, պատրաստել են հանդիպմանը, շոշափել տրամադրությունները, որ Փաշինյանին հանկարծ անակնկալներ չմատուցեն։ Այնպես որ հրապարակված տեսանյութում երևացող որևէ մեկը պատահական չէր։ Բոլորն իմացել են իրենց դերը, անելիքն ու ասելիքը։ Նախապես որոշված եղել նաև թե շրջայցից հետո ճաշկերույթին ովքեր Փաշինյանի հետ նույն սեղանի շուրջ կնստեն։ Փաստ օրաթերթը գրում է. Հայաստանի օրվա իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ առաջիկա ամիսներին հնարավոր ու անհնար, այդ թվում ոչ օրինական միջոցներ են կիրառելու ընտրություններում փոքրի շատե նորմալ արդյունքներ ունենալու համար, քանի որ օրինական, արդար ճանապարհով նրանք ոչ մի կերպ իշխանություն պահել չեն կարող։ Մեր ունեցած տեղեկություններով այդ շարքում իրենց առջև խնդիր է դրել խորհրդարանական ընտրություններից առաջ ընդդիմադիր համայնքապետերին կամ իրենցով անել կամ բռնաճնշումների հերթական ալիքը սկսել նրանց դեմ, որ աշխատեն իշխանությունների համար։ Արդեն իսկ մի քանի համայնքապետեր, որոնք հայտնի էին իրենց ընդդիմադիր հայացքներով, այլևս ոչ միայն հակաիշխանական հայտարարություններով հանդես չեն գալիս, այլև որոշները մեր տեղեկություններով մտադիր են խորհրդարանական ընտրություններում աշխատել ՔՊ-ի համար։ Հրապարակ թերթը գրում է. ԱԺ փոխոսնակ Հակոբ Արշակյանին, որը չի առաջադրվել առաջիկա ընտրություններին մասնակցելու համար, ՔՊ վարչությունն ընտրել է ներկուսակցական ընտրությունների հաշվիչ հանձնաժողովի նախագահ։ Խոսքը փետրվարի 12-ից 15-ը նշանակված падգամավորության թեկնածուների ընտրությունների մասին է, թե ինչու Արշակյանը, որին թույլ չէին տվել մասնակցել ՔՊ համագումարին, քանի որ անդամավճար չէր մուծել, եւ նա վիրավորված որոշել էր չառաջադրվել։ Պետք է հաշվի առնել ՔՊ ընտրությունների արդյունքները եւ մասնակիցների նախընտրական ցուցակի կազման գործը։ Մեր աղբյուրներն ասում են, որ Փաշինյանն ամեն ինչ անում է, որպեսզի գեթ 1 մարդ չփոկվի ՔՊ-ից, չթշնամանա իրենց հետ եւ չանցնի հակառակորդի ճամբարը։ Փորձում է բոլորի հետ բարի դրայցական հարաբերություններ պահպանել եւ պաշտոնի խոստումներով պահել իր մոտ։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Հայաստանի ամենակարևոր տեսչական մարմնի ղեկավարի աշխատանքային ակտիվությունը նկատելի չէ, բայց վերջին տարիներին դիզած հարստությունը ակնբախ։ Գրեթե 20 տարի իրավապահ համակարգում աշխատելուց հետո կառավարության ենթակա բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը 2020 թվականին նշանակվեց շրջակա միջավայրի նախարարի խորհրդական, ապա դարձավ տեսչության պետ։ Համաձայն 2024 թվականի տարեկան հայտարարագրի Հովհաննես Մարտիրոսյանը միայն 2021 թվականին գնել է 6 անշարժ գույք Երևանում, 2 անհատական բնակելի տուն, 1 հողամաս, 2 հողին ամրակցված այլ անշարժ գույք, 1 ավտոտնակ։ Հետ գնալով 2023 թվականի հայտարարագրին, օրաթերթը նկատեց, որ Մարտիրոսյանն այս գույքը 2023 թվականին չի հայտարարագրել, ինչը կոպիտ եւ պատժելի օրինախախտում է։ Որպես անշարժ գույք նա հայտարարագրել է միայն 1 անհատական բնակելի տուն։ Հետաքրքիր է այդ ինչպես է ստացվել, որ նախկինում չհայտարարագրված 5 գույք անակնկալ հայտնվել են 2024 թվականի հայտարարագրում։ Հետաքրքիրն այն է, որ անգամ 2021 թվականի հայտարարագրի համաձայն Մարտիրոսյանը 6 գույք չի ունեցել։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Արթուր Հովհաննիսյանը դատարանի վճիռը չկատարելու համար անպատիժ է մնում, իսկ քաղաքացիները օրենքի ողջ խստությամբ պատժվում են։ Ժողովուրդ օրաթերթին հասարակական քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը տեղեկացրեց, որ հանցագործության մասին հաղորդում է ուղարկել գլխավոր դատախազություն, դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը չկատարելու հիմքով։ Հաղորդումն ուղարկվել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։
Խոսքը վերաբերվում է ԱԺ պատգամավոր իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանին, որը ըստ հաղորդման դիտավորությամբ չի կատարել դատարանի վճիռը, չնայած պարտվել է դատական գործընթացում։ Հիշեցնենք, որ 2023 թվականի ապրիլի 4-ին ԱԺ Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում Արթուր Հովհաննիսյանը իրեն պահեց պատգամավորին ոչ հարիր, սպառնալով կտրել ՄԻՊ ընդդիմադիր թեկնածու Էդգար Ղազարյանի լեզուն եւ ականջները։ Այս հայտարարությունների համար Հովհաննիսյանը դատարանում պարտվել է վճարել 1.250.000 դրամ փոխհատուցում, սակայն հրաժարվում է ներողություն խնդրել, ինչն էլ հանդիսացել է դատական ակտի չկատարման հիմք։ Մինչդեռ քրեական օրենսգրքով հստակ սահմանված է դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը պարտադիր է կատարման, իսկ դրա չկատարումը քրեորեն պատժելի արարք է։ Նկատենք, որ սա իշխանության կողմից դատարանների վրա թքած ունենալու վառ դրսևորում է, որովհետև սրանք խոսում են իբրև թե դատական իշխանության անկախության մասին կամ որ ուզում են, որ դատական իշխանությունը անկախ լինի, բայց երբ դատարանում կայացվում է իրենց քիմքին ոչ հարիր որոշում, վճիռ, այդ վճիռը կարողանում են չկատարել։ Սա նաև խոսում է նրա մասին, որ իրավապահ համակարգը իր տեղում չէ, այսինքն ԿՊԱ-ական պատգամավորը կարող է օրենք խախտել, թքած ունենալ դատարանի վճիռի վրա եւ չպատժվել։ Այս պարագայում մենք շատ արագ պիտի տեսնեինք քրեական գործի հարուցում, մենք պիտի տեսնեինք, որ դատախազը մտնում է խորհրդարան անձնամխելությունից զրկելու հարցով եւ պիտի տեսնենք այս մարդու նաեւ կալանավորումը։ Ինչու? Որովհետեւ իր արարքը առավել խստացուցիչ հանգամանքներ ունի։ Եվ ո՞րն է այդ խստացուցիչ հանգամանքը։ Օրենքի չկատարումը կամ դատարանի վճիռի չկատարումը քաղաքացու կողմից հանցագործություն է, բայց դրա չկատարումը իշխանության կրողի կողմից առավել խիստ հանցագործություն է, որովհետև քաղաքացիները ինչ ուղերձ են ստանում, որ եթե կարելի է դատարանի վճիռը չկատարել, եթե դա չի կատարում ազգային ժողովի պատգամավորը, իշխանության ներկայացուցիչը, իշխող խմբակցության քարտուղարը, ապա կարելի է ընդհանրապես չկատարել դատարանների վճիռները։ Դուք պատկերացնում եք, եթե սա պրակտիկա դառնա, ինչ իրավիճակ կարող է ստեղծվել։ Սա խոսում է նաև այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն իր տեղում չէ, որովհետև այս մարդը թքած ունենալով դատական իշխանության վրա, թքած ունի նաև կառավարության եւ կառավարության ղեկավարի վրա։ Հիմա եթե շատ արագ այս հարցը չի հանգուցալուծում եւ այդ մարդը Էդգար Ղազարյանից ներողություն չի խնդրում, նշանակում է իրենք ընդունում են, որ պետություն այլևս գոյություն չունի։ Մինչ անցնենք պոլիտիկայի հրապարակմանը, առաջարկում եմ գովազդային դադար եւ վերադառնանք։ Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48 Շնորհակալ եմ, որ շարունակում եք հետևել մեր եթերին, առաջարկում եմ բաժանորդագրվել մեր ալիքին։ Պոլիտիկայում անդրադարձել է մի թեմայի, խոսքը Միացյալ Նահանգների բանտում գտնվող Վարդան Ղուկասյանին վստահությամբ վերաբերվող քաղաքացիների մասին է, եւ սա կարևոր թեմա է, որովհետեւ հաճախ կարելի է հանդիպել, հասկանալի է ուղղորդված են, որ հասարակության ինչ-որ զանգվածի ուղղորդում են, որ հույսը կապեն Վարդան Ղուկասյանի հետ, որ հեսա Վարդան Ղուկասյանը կգա Հայաստանում իրավիճակ կփոխի, այս պարագայում հարց է առաջանում, իհարկե առանց այս հոդվածի էլ, որ եթե Վարդան Ղուկասյանը հարց լուծող է, թող իր հարցերը լուծի, նախ բանտից դուրս գա, հայտնվի ազատության մեջ, հետո կարողանա գալ Հայաստան քաղաքական պայքար մղի եւ այո, թող եթե քաղաքական պայքար մղում է արդար օրինական ճանապարհով եւ կարողանում է հասարակության վստահությանն արժանանալ, ապա դե հիմա հասարակությունը վստահել է, ինչ անես։ Հասարակության միամիտ մի հատված կա, որը կարծում է, թե հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող եւ բանտարկված Վարդան Ղուկասյանը դոգը կարող է իր համար քաղաքական հենարան լինել։ Մի կողմ թողնենք այն փաստը, որ 2023 թվականին դոգը գործարքի գնաց ՔՊ-ի հետ եւ նպաստեց Տիգրան Ավինյանին քաղաքապետ դառնալուն։ Դիտարկենք երկու հանգամանք, որոնք ակնհայտորեն ցույց են տալիս, որ նա քաղաքական առումով զրո ազդեցություն ունի այն ամենի վրա, ինչ իր անվան ներքո իրականացում է։
Առաջին հանգամանքն այն է, որ Դոգը չգիտի երբ է հայտնվելու ազատության մեջ եւ ԱՄՆ իրավապահները որ երկրին են արտահանձնելու իրեն, ինչպես նաեւ ընդունող երկիրը ինչպիսի վերահսկողություն է սահմանելու նրա գործունեության նկատմամբ։ Նշենք, որ 2025 թվականի դեկտեմբերի 9-ին նրա փաստաբան Լևոն Բաղդասարյանը հայտարարել էր, թե Դոգը դեկտեմբերին դուրս է գալու Հենդերսոնի բանտից։ Այժմ արդեն 2026 թվականի փետրվարն է, սակայն Դոգը շարունակում է մնալ բանտում։ Սա նշանակում է, որ Դոգը ոչ միայն չի վերահսկում իր քաղաքական նախագծերը, այլ նույնիսկ չի վերահսկում սեփական ճակատագիրը, իսկ այն մարդը, որը ամբողջությամբ կախված է օտար պետությունների որոշումներից եւ իրավապահ համակարգերից, չի կարող Հայաստանում լինել որևէ մեկի քաղաքական հենարան։ Այս ամբողջ ընթացքում Դոգը միայն հասցրել է թիրախավորել այն ընդդիմադիր ուժերին, որոնք իրական պայքար են մղում Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ։ Երկրորդ հանգամանքն այն է, որ Դոգը չի կարողանում վերահսկել այն քաղաքական միավորները, որոնք ստեղծել է իր անվան ներքո։ Սկզբում դա հանրային ձայնն էր, որը ԿՊ-ի հետ Դոգի խավորությամբ գործարք կնքելուց հետո դուրս եկավ նրա վերահսկողությունից։ Վերջերս էլ հայտնի դարձավ, որ արդեն երկրորդ կուսակցությունն է հեռացել այդ շրջանակից։ Ըստ էության Դոգ կուսակցության ղեկավար Անի Խուդավերջյանը խզել է իր կապերը Վարդան Ղուկասյանի հետ։ Սա փաստում է, որ Դոգի շուրջ ձևավորվող ցանկացած քաղաքական կառույց վաղ թե ուշ դառնում է կամ ինքնուրույն խաղացող, կամ գործիք օրվա իշխանությունների ձեռքին, իսկ ասել ավելի շուտ գործիք։ Երկու դեպքում էլ նա քաղաքական առաջնորդի կերպարը նրա փլուզվում է, թողնելով միայն աղմուկի եւ հայոյանքի դատարկ պատմուճան։ Այս ամենը լիովին բավարար է, որպեսզի հասարակության այն միամիտ հատվածը, որը շարունակում է հավատալ նրան, վերջապես հասկանա, նա քաղաքական զրո գործոն է։ Դոգը քաղաքական գործընթացներում դերակատար չէ, այլ ֆոնային աղմուկ ստեղծող գործիք։ Նրա հայոյախառը եթերները կարող են ապահովել ուշադրություն եւ անգամ որոշակի ձայներ, սակայն այդ ձայները երբեք չեն ծառայել համակարգը փոխելուն։ Դրանք մշտապես ուղղվել են համակարգի պահպանմանը, անկախ նրանից, թե ով է տվյալ պահին զբաղեցնում իշխանության աթոռը։ Սա արդեն ոչ թե ենթադրություն է, այլ փաստ, որը հերքել հնարավոր չէ։ Ընդ որում նկատենք, որ Դոգի նման մարդկանց եւ այդ մարդկանց շուրջ ձևավորված էլեկտորատը մշտապես ծառայում է օրվա իշխանություններին։ Ուզում եք վաղ իշխանության գա, ասենք Սամվել Կարապետյանը, Ռոբերտ Քոչարյանը կամ ցանկացած մեկ այլ գործիչ, ում ինքը թիրախավորում է, այդ խմբակցությունը կամ այդ քաղաքական միավորը, եթե ազդեցություն ունենա, ծառայելու է օրվա իշխանություններին։ 2023 թվականը պատահական չհիշատակվեց։ 2023 թվականին ԿՊ-ն Երևանում հավաքել է ընդամենը 33% եւ կարողացել է քաղաքապետ դառնալ միայն Դոգի հետ գործարքի գնալու շնորհիվ։ Եվ Դոգը շատ ուղիղ այդ ժամանակ հայտարարեց իր եթերներում, որ իր համար առավել նախընտրել է, որ Տիգրան Ավինյանը դառնա քաղաքապետ, քան իբրև թե Քոչարյանը վերադառնա Քոչարյանին մերձ քաղաքական միավորներ իշխանություն ստանձնեն Երևանում։ Իսկ Երևանում իշխանության ստանձնում 2023 թվականին հիշեցնեմ Արցախը նոր էր հայաթափվում, դա կնշանակեր միանշանակ, որ շատ կարճ ժամանակ հետո իշխանություն էր փոխվելու նաև հանրապետությունում։ Նման ճգնաժամային պահերի այս մարդը օգտագործվում է եւ իշխանությունների համար իհարկե հիմա ձեռնտու կլինի, որ իր անվան շուրջ որոշակի տոկոս գումարվի, գուցե նաև անցնի խորհրդարան, վստահ իմանալով, որ այդ մարդիկ իրենց վերահսկողության ներքո են գտնվելու։ Եթե անգամ այս մարդը չցանկանա, ենթադրենք Դոգը ուզում է, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա, բայց ինքը ինչ գործիքներ ունի, ազդելու են մարդկանց վրա, ում իր անվան ներքո ձայն են տալու։ Իհարկե այստեղ մի կողմ ենք թողում, որ այդ վարքագիծը ընդհանրապես մերժելի է, ընտանիքներ մտնել է, հայոյանքները, որ պիտի ամաչել, որ Հայաստանում կա հասարակության մի զանգված, որին դուր է գալի այդ ամենը։ Անկախ նրանից մենք Նիկոլ Փաշինյանին, չգիտեմ, ընդունում ենք, չենք ընդունում կամ այս քաղաքական գործին ընդունում ենք, չենք ընդունում, այո, իհարկե կարելի է քննադատել նորմալ մարդավարի խոսքով նաև Փաշինյանի չափահաս ընտանիքի չափահաս անդամներին, որոնք գիտը խոթում են քաղաքականություն, բայց երբ կամ ցանկացած մեկի ընտանիքի անդամին, որը մտնում է քաղաքականություն, դա արդեն այդտեղ չի աշխատում այն հանգամանքը, որ սա այս քաղաքական գործի ընտանիքի անդամն է, ընտանիք չենք մտնում։ Եթե այդ ընտանիքը մտնում է քաղաքականություն, պետք է քննադատվի, բայց երբ որ թիրախավորում են կեղտոտ բառապաշարով ու դա մարդկանց դուր է գալիս, իհարկե դա զարմանք է առաջացնում։ Մի կողմից էլ հասկանալի կարելի է լինել, մարդիկ այնքան են վրդովված, այնքան են վիրավորված իշխանություններից կամ տարբեր քաղաքական ուժերից, որ իրենց էլ
իրենց էլ համարում են այդ իմաստով անգործունակ կամ անկարող, որ որևէ բան անեն, քաղաքական որևէ բան անեն, այդ հայհոյանքները տեսակ դառնում են սրտահովանք։ Բայց կարելի ասել, որ նաև աշխարհում այդ տրենդը անցնում է եւ որքան ժամանակը գնա, նման բառապաշար ունեցող մարդիկ, այո, կարող է շատ դիտվեն, բայց դրանք չեն կարող վերածվել վարկանիշի կամ իրական քաղաքական հենարան։ Հիմա ասենք հետազոտություն կա, որ Հայաստանում եւ այս տարածաշրջանի երկրներում շատ են նայում մեծահասակների համար նախատեսված կայքեր եւ տեսանյութեր, բայց դա չի նշանակում, որ այդ մարդիկ գան, ասենք, այդտեղ վարչապետի թեկնածու դառնան, ընտրվելու են վարչապետի պաշտոնում։ Այսօր այսքանն էինք նախատեսել, կհանդիպենք վաղ։